գործվելու։ Իմացեք նաև, որ այս նիստերը պետք է խաղաղ ընթանան։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն դատավոր։ Դուք ձեր ծնողների հետ ապրում եք Էրզինջանում։ Քանի հայեր այնտեղ բնակվում, կարող եք ասել։ Մոտ 20,000, բոլորը քրիստոնյա։ Իսկ քուրդ և թուրք։ Մոտ 30,000։ Մի առավոտ հայերին հրամայեցին լքել քաղաքը, ճիշտ է։ Այո, ճիշտ է, տեղահանման հրամանը Կոստանդապոլսից էր։ Ասում են հրամանն արձակել էր Թալյատ Փաշան, ով այդ ժամանակ ներքին գործերի նախարարն էր։ Այո, այդպես էին ասում։ Ճիշտ է։ Եկեք անցնենք փաստերին և վկայություններին։ Ինչ եղավ հրամանը տեղացնելուց հետո։ Հայ բնակչությանը նախրիպես բոլորին քաղաքից դուրս քշեցին։ Իշխանություններն ասացին, որ ապահովության համար մեր փողերն ու արժեքավոր իրերը պետք է հանձնենք իրենց։ Մի քանի շարասյուներ կազմվեցին։ Ծնողներս սայլ ունեին, որին ավանակ էր լցված։ Ովքեր էին ուղեկցում շարասյուները։ Ժանդարմները, եթե կարելի այդպես կոչել։ Ինչ նկատի ունեք։ Թուրքերը բանտերից արձակել էին քուրդ հանցագործներին ու այդ հանցագործներին ոստիկանի համազգեստ հագցրել։ Դրանք ամենայլանդակն էին։ Խղճից դեմ չգնալու համար պետք է նշեմ, որ ոչ բոլոր քրդերն էին վայրենի։ Կանոնավոր բանակի զինվորներ կային։ Այո։ Ճանապարհի երկու կողմերում ոչ ոք չէր կարող փրկվել։ Ծանոթ տղաներից մեկը փորձեց փախչել։ Նրան բռնեցին ու ծեծելով սպանեցին։ Հետո ինչ եղավ։ Երբ մեր շարասյունը քաղաքից դուրս եկավ, ոստիկանները խլեցին մեր փողերն ու արժեքավոր իրերը։ Մայրս բողոքեց։ Ոստիկաններից մեկը վայրենաբար քաշեց քրոջը ձեռքից ու տարավ նրան։ Մայրս ճչում էր, գոռում էր. «Կուրանան աչքերս»։ Այդ պահին շարասյան սկզբում կրակոցներ լսվեցին։ Երևի որոշ հայեր փորձում էին պաշտպանվել։ Զինվորներն էլ դրան էին սպասում կոտորածը սկսելու համար։ Հետո ամբոխն էլ նրանց միացավ։ Ինչ ամբոխ։ Երզնկայի թուրքերը։ Կրտսեր եղբորս գլուխը կացնով ճեղքեցին։ Դրանից համարյա անմիջապես հետո մայրս ընկավ։ Կարծեմ հրացանի գնդակից, հաստատ չեմ կարող ասել։ Շուրջ բոլորը մարդիկ ճչում էին։ Իսկ ձեր հայրը։ Նա հեռու էր։ Ես նրան այլևս չտեսա։ Իսկ դուք։ Այդ պահին ես հարված ստացա գլխիս ու ընկա։ Նրանք հեռացան կարծելով, թե մեռած եմ։ Ինչքան մնացի այնտեղ պառկած, չեմ կարող ասել, երևի, չգիտեմ, երևի 2 օր։ 2 օր։ Չգիտեմ։ Երբ ուշքի եկա, ամենուրեք դիակներ էին։ Եղբորս մարմինը իմ վրա էր։ Ամբողջ շարասյունը կոտորված էր։ Ես վիրավորվել էի գլխից ու ոտքից, բայց մի կերպ սկսեցի քայլել։ Հասա լեռնային մի գյուղի, որտեղ մի ծերքին ապաստանեց ու խնամեց ինձ։ Նա հայր։ Ոչ։ Քուրդ ընտանիք էր։ Լավ մարդիկ էին։ Նրանք ինձ խորհուրդ տվեցին Պարսկաստան փախչել։
ու քրդական տարասակցրին, աչքի չընկնելու եւ ճանապարհին չբռնվելու համար։ Պարոն դատավոր, ուզում եմ հիշեցնել, որ 1.5 միլիոն հայի նույն կերպ են տեղահանվել եւ քշվել են դեպի անապատներ։ Այդ որոշումը կայացրել էր երիտթուրքերի կոմիտեն, Թալիաթ Փաշայի եւ ռազմական նախարար Էնվեր Փաշայի կարգադրությամբ։ Սողոմոն Թեյրերյանը պատկանում է տեղահանվածների 10%-ին, ովքեր փրկվել են կոտորածից։ Պրոֆեսոր Յոհաննես Լեպսիուս, երդվում եք Աստվածաշնչի վրա ասել միայն ճշմարտությունը։ Երդվում եմ։ Եղավ։ Լայնածավալ քննության արդյունքում կարող եմ հավաստիացնել, որ Արևմտյան Անատոլիայից, Կիլիկիայից եւ Հյուսիսային Սիրիայից տեղահանված հայերին հավաքել են անապատի եզրին գտնվող համակենտրոնացման ճամբարներում ու բնաջնջել կազմակերպված սովի եւ պարբերաբար կոտորածների ենթարկելով։ Սողոմոն Թեյլերյանի նման հարյուրավոր պատմություններ կան։ Փաստերն անժխտելի են։ Ինչպես կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդ բնաջնջել, եթե ոչ վայրագ եւ լավ կազմակերպված մեթոդներ կիրառելով։ Դոկտոր Լեպսիուս, պատերազմի ավարտին թուրքական նոր կառավարությունը Կոնստանտինոպոլսում դատապարտեց Թալիաթ Փաշային։ Ռազմական դատարանը բավական մեծ տեղ էր տվել հայկական ջարդերին։ Ինչ դատավճիռ կայացվեց։ Թալիաթ Փաշան եւ մյուս պարագլուխները մեղավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին մահվան։ Դատավճիռը չիրագործվեց, որովհետև 1918-ի նոյեմբերի 2-ի գիշերը նրանք փախուստի դիմեցին գերմանական ռազմանավով։ Գերմանական կառավարությունը հրաժարվեց հանձնել Թալիաթ Փաշային, պատճառաբանելով, որ նա երբեք չէր կարող հրահրել կամ խրախուսել նման բարբարոսական գործողությունները։ Պարոն Վերթաուեր, հիշեցնեմ, մենք այստեղ ոչ թե Գերմանիան ենք դատում, այլ մի մարդու, ով մեղադրվում է կանխամտածված սպանություն գործելու մեջ։ Հարցս ձեզ եմ ուղղում։ Կարող եք բացատրել ատենականներին, թե ինչու էին թուրքերը նման ծայրահեղ քայլերի դիմել։ Թուրք իսլամական կայսրության հիմնական գաղափարը, որտեղ տեղ չկար քրիստոնյաների համար, ծագել էր դեռևս 20-րդ դարի սկզբում։ Թուրքերը միշտ վախեցել են, որ անկախ Հայաստանի պետության ստեղծումը կվտանգի ասիական Թուրքիայի գոյությանը։ Դոկտոր Լեպսիուս, շնորհակալություն բացատրությունների համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն դատավոր, կարող եմ ատենակալներին մի քանի ֆոտոնյութեր ներկայացնել։ Թուրքերի իրագործած ջարդերի մասին ավելի հստակ տեղեկություններ տալու եւ դրանց